Թուրքական ոստիկանությունը շարունակում է ուժ կիրառել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ İmamoğluին ազատ արձակելու պահանջով փողոց դուրս եկած ցուցարարների դեմ 6-րդ գիշերն անընդմեջ թուրք իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռետինե գնդակներ էին կիրառում, չնայած դրան թե Ստամբուլում եւ թե Անկարայում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չէր նվազում։ Էրդողան, ցույցերի առաջին օրը դու ասում էիր, երկրորդ օրը դրանց մասնակիցների թիվը կնվազի, երրորդ օրն էլ ակցիաները ընդհանրապես կմարեն։ Մեկ շաբաթ է անցել եւ ինչպես երիտասարդներն են ասում, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի այս հայտարարությանը թուրքական իշխանությունները պատասխանեցին նոր կոշտ քայլերով։ Անցած գիշեր ոստիկանները երկրով մեկ ընդդիմության եւս 43 աջակիցների ձերբակալեցին սոցիալական ցանցերում նախագահ Էրդողանին քննադատելու համար։ Թուրքական կառավարության անդամները երկրում ծագած ներքաղաքական ճգնաժամը քննարկեցին երկուշաբթի երեկոյան։ Մի քանի ժամ շարունակված նիստի ավարտին Թուրքիայի նախագահը մեկ անգամ եւս հայտարարեց իշխանությունները որևէ զիջման չեն գնալու։ Vandalların saldırılarında yaralanan polislerimizin Ոստիկանների ստացած վնասվածքների, ջարդուփշուր արված ցուցափեղկերի եւ միլիարդավոր լիրաների վնասի միակ պատասխանատուն գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է, որի հնչեցրած կոչերի հետևանքով են մարդիկ փողոց դուրս եկել։ ve şürekasıdır. Էրդողանն իր ելույթում նաև նշում էր, որ թեև ընդդիմադիր ժողովրդի հանրապետականին հաջողվել է մեծածավալ ակցիաներ կազմակերպել, ինքը իշխանությունը հենց այդ կուսակցությանը երբեք չի զիջի։ Son 5 gündür tanık olduklarımız bize şu gerçeği Վերջին 5 օրերի իրադարձությունները մեկ անգամ եւս եկան ապացուցելու, որ թուրքական ընդդիմությունը չափազանց թույլ է, գաճաճ ու պարզունակ։ Նրանք ոչ երկիրն են ի վիճակի կառավարել, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ նույնիսկ փոքրիկ մի ճաշարան։ teslim edilmeyeceği tekrar ortaya çıkmıştır. Ներքաղաքական ճգնաժամի ճակերտավոր մեղավորն Էքրեմ İmamoğlu'n դատարանի երեկվա որոշումից հետո տեղափոխվել է Թուրքիայում խոշորագույնը համարվող Սիլիվրիի բանդ։ Կարար պարբերականի տեղեկություններով İmamoğlu'n 15 քառակուսի մետր տարածքով մենախցում է պահվում։ Այստեղ առկա հարմարություններից թուրքական մամուլը հիշատակում է միայն հեռուստացույցը։ Ճիշտ է, այդ հեռուստացույցը բացառապես պետական ալիքներ է ցուցադրում, գրում են թուրք լրագրողները։ Այսօր առավոտյան İmamoğlu'ին, ինչպես նաև նախորդ ամիս ձերբակալ երկու ընդդիմադիր թաղապետերին բանտում այցելեց ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։ Մոտ 2 ժամ շարունակված հանդիպման ավարտին Օզելը հայտարարեց, թե ժողովրդավարության հետընթացը Թուրքիայում իր մոտ ամոթի զգացում է առաջացնում։ Ձերբակալված կուսակիցներին էլ համեմատեց մեջբերում բանտարկված առյուծների հետ։ 3 tane aslanla görüştüm. Aslanlar gibiler, aslanlar gibi. Մի քանի ժամից թուրքական ընդդիմության աջակիցները նորից կհավաքվեն Ստամբուլի Սարաչանե թաղամասում գտնվող քաղաքապետարանի շենքի առջև։ Ժողովրդի հանրապետական կուսակցության ղեկավարների խոսքով, սակայն սա այս ֆորմատով կազմակերպվող վերջին հանրահավաքը կլինի։ Վաղվանից ցույցերը թեև չեն դադարի, սակայն կտեղափոխվեն քաղաքի այլ հատվածներ։ BBC-ի թուրքական ծառայության փոխանցմամբ այս քայլին ընդդիմությունը դիմում է ոստիկանական հատուկ գործողության մտավախությունից ելնելով։ Բացի այդ, ընդդիմադիրները չեն ցանկանում, որ իշխանությունները հանկարծ հայտարարեն, թե ժողովրդի հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիաներով միտումնավոր կերպով կաթվածահար է անում քաղաքապետարանի աշխատանքը։ Հակառակը, ընդդիմությունը ցանկանում է անել հնարավորը քաղաքային իշխանության բնականոն աշխատանքը ապահովելու համար, նույնիսկ առանց ընտրված քաղաքապետի։ Վաղն արդեն Ստամբուլի քաղաքային խորհուրդն արտահերթ նիստ գումարի ժամանակավոր քաղաքապետ ընտրելու նպատակով։